Կներկայացնեք նաև դասադուլը, գործադուլը դպրոցում ինչի համար է հասնում։ Դպրոցում գործադուլ չէ, դասադուլ է եւ սա ծնողական խորհուրդն է որոշել այսպես արտահայտել մեր դիրքորոշումը կատարվածի վերաբերյալ։ Կատարվածը հետեւյալն է. տնօրենը բանավոր ատեստացիայի փուլը չի հաղթահարել եւ մենք պահանջում ենք բարձրաձայնել, թե ինչու ինչ է տեղի ունեցել, ձայնագրությունը ներկայացնել, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Մենք ուզում ենք հասկանալ ինչ է կատարվում մեր տնօրենի հետ։ Ներողություն, ոչ թե մեր տնօրենի հետ, այլ մեր դպրոցի ճակատագիրն ենք ուզում իմանալ, որովհետև սա մեծ կուռ համայնք է եւ ուզում ենք հասկանալ, որքանով է այս գործողությունները, որ տեղի են ունենում, որքանով են իրավաչափ ընդհանրապես։ Սա մեր բողոքի ձևն է, երեխաներին դասի չբերելով արտահայտում ենք մեր դիրքորոշումը, որ դեմ ենք այն ամենին, ինչ կատարվում է։ Եվ ընդհանրապես ուզում ենք հասկանալ իրավական գործընթացը, որքանով է իսկապես իրավական։ Մենք լրատվամիջոցներից նաև տեղեկանում ենք, որ դուք դիմել եք քաղաքապետարան կրթության գիտության նախարարությունն է արձագանքել ձեր դասադուլին, այսպես ասած, երեխաներին դպրոց չբերելուն։ Դրան ո՞նց եք վերաբերում, օրինակ քաղաքապետարանից որևէ սպառիչ պատասխանի կսպասեք տնօրենի աշխատանքի վերաբերյալ։ Ես դեռ չգիտեմ մենք ինչ պատասխան ունենք ճիշտ ասած քաղաքապետարանից եւ այսօրվա հավաքը նաև այն բանի համար է, որ մենք նաև ծնողներով հասկանանք ինչ ենք ուզում, ինչ ենք ակնկալում ստանալ, ինչ ենք ուզում ստանալ եւ ինչպիսին կլինեն մեր հետագա գործողությունները։ Այսինքն թե ինչ պատասխան ունենք, ես չգիտեմ, անկեղծ ասած։ Այսինքն եթե այսօր էլ որևէ սպառիչ պատասխան չլինի, դասադուլը կշարունակվի եւ երեխաներին կրկին դպրոց չեք բերել։ Կարծում եմ այո եւ ցանկալի է որ լինի սպառիչ պատասխան։ Սպասում ենք սպառիչ պատասխանի։ Իսկ ուսուցիչների հետ փորձել եք խոսել կամ ուսուցիչները ձեզ բերեն ընդհանուր հայտարարի դպրոցի տնօրենի աշխատանքի հետ կապված որևէ բանի դուք չխառնվեք օրինակ։ Ուսուցիչները որպեսզի մեզ ասեն, որ մի խառնվեք, ուսուցիչները մեզ ընդհանրապես հորդորել են գալ դասի, հայտարարություն տարածեցին, որ իրենք աշխատում են եւ ներկայանանք դասի։ Մենք սակայն մեր կարծիքին ենք, ուզում ենք սպառիչ պատասխան ունենալ, այնուհետև բոլորս էլ շահագրգռված ենք, որ դասապրոցեսը նորմալ ընթացքի մեջ լինի, որովհետև հատկապես մայիս ամիսն է ավարտական շրջան, միջոցառումների շրջան եւ բոլորովին լավ ժամանակահատված չէր այս իրարանցումը առաջացնելու համար։